Ոստիկանությունը զգուշացնում է, որ մի շարք հանցագործներ սկսել են Տելեգրամի հաշիվներ գողանալ, այս մասին գրում է RBK-ն։ Յուլիա Կովալի նախկին ամուսինը գործարար Միխայել Շտիրլոնը մանկապղծության համար դատապարտվել է 17 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում, այս մասին գրում է Rambler-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է երկու երկրների հոկեյի թիմերի միջև հանդիպումներ կազմակերպել, այս մասին գրում է AP News-ը։ Սպիտակ տունը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցից հետո կողմերը որոշել են, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի և խաղաղություն պետք է հաստատվի, այս մասին գրում է BBC-ն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ճեպազրույցում ասել է, որ Կիևը միշտ էլ դեմ է եղել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներին։ Այնուամենայնիվ, վերջնական որոշումը կկայացվի միայն Դոնալդ Թրամփից մանրամասներ ստանալուց հետո, այս մասին գրում է Reuters-ը։ Ավելի քան 100 հետազոտությունների արդյունքում գիտնականներն ապացուցել են, որ եթե մարդը չի քնում բավականաչափ կամ քունը վատ որակի է, ապա ուղեղը սկսում է փոքրանալ, այս մասին գրում է Reddit-ը։ NVIDIA-ի ղեկավար Ջենսեն Հուանը ներկայացրել է իրական ռոբոտ, որը շատ նման է Աստղային պատերազմներ ֆիլմի ռոբոտներին, այս մասին գրում է Deadline-ը։ Հունգարիայի խորհրդարանը հաստատել է օրենքի նախագիծ, որն արգելում է անցկացնել կամ մասնակցել այնպիսի միջոցառումներին, որոնք ըստ իշխանությունների խախտում են երեխաների պաշտպանության մասին օրենքը, այս մասին գրում է AP News-ը։ Սա մեծամասամբ վերաբերում է Բուդապեշտի ամենամյա LGBT Pride միջոցառումներին։ Պերուացի մի ձկնորս 95 օր անցկացրել է Խաղաղ օվկիանոսում, ամբողջովին մենակ, առանց կապի և օգնության, այս մասին գրում է NBC-ն։ Գերմանական Audi ընկերությունը մինչև 2029 թվականը նախատեսում է կրճատել շուրջ 7500 աշխատող, հիմնականում արտադրության հետ ոչ անմիջականորեն կապված ոլորտներում, այս մասին գրում է Reuters-ը։ Ոսկեզու քարանը գողացող երկու տղամարդիկ հայտնաբերվել են, այս մասին գրում է BBC-ն։ Ղազախստանի 23-ամյա բնակիչ Կենժեբեկ Իսմայելովը կարողացել է հաղթել դատական գործը ChatGPT-ի օգնությամբ, այս մասին գրում է Tengrin։ ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդի սպանության փաստաթղթերի վերջին խմբաքանակը, այս մասին գրում է ABC-ն։